Ողջույն բարեկամներ։ Մայիսյան եռատնից գրեթե բան չթողեց այս կապիտուլյան կառավարությունը, բայց սա իրեն առանձնապես չի մտահոգում, ինքը հենց մայիսի 8-ին Շուշի եղբայրման օրը ամբողջ Սյունիքում, Սյունիքում քարոզում է, թե ինչ լավ է կապիտուլյան լինելը, թե ինչ բարձրագույն արժեք է դավաճան լինելը եւ ինչ կարեւոր նշանակություն ունի պարտվելը հող անձնելը անկախություն ճակերտավոր ասած ձեռք բերելու մեջ։ Այս մասին իհարկե մենք մանրամասն խոսենք, իսկ հիմա ուզում դες տեղեկացնել, որ ես սա այս ձայնագրությունը մի քիչ շուտ եմ անում, կտեղադրեմ անշուշտ նույն ժամին դուք կարող եք դիտել, որովհետև այսօր շատ կարևոր հանդիպում կա Նյու Ջերզիում, մեր հայտնի պատմաբան ազգությամբ հրեա Մայքլ Ռուբինի հետ։ Եվ ես հաղորդում ձայնագրում եմ քիչ ավելի շուտ, որպեսզի ներկա լինեմ այդ հանդիպմանը։ Հուսով եմ կարողանամ հարցազրույց վերցնել, ամեն դեպքում ես մանրամասն վաղը կներկայացնեմ հանդիպման թեմաների եւ խոսույթների մասին։ Իսկ հիմա ասենք այսօրվա նորություններին։ Եվ այսպես սա Շուշին է, Ղազանչեցոց վանքը 92-ի մայիսն էր, ասում էինք Հարսանիք Լեռներում, որովհետև այդ օրը մանվան հետ բարի էինք ելել։ Տղերքը գիտեին կամ հաղթում էին կամ մեզանից հետո այս հողի վրա հայերեն մի քանի քարեր են լռելու։ Դա մեր ձևակերպում։ Մենք հաղթեցինք, որովհետև տերն էինք ու խենթը։ Դա հարսանիք չէր, դա վրեժի պսակադրություն էր։ Դա հարսանիք չէր շարքային ու ուշխմուշի, դա մեր ողնաշարի վերջին հոդի շրխկոցն էր իր տեղում, որ 30 տարի հետո կջարդեր Փաշինյան Նիկոլը։ Բայց 28 տարի մենք այդ հաղթանակը մաշեցինք, դարձեցինք սեփականաշնորհված իր բիզնես պլան ու կենացի ձևակերպում։ Հարմարվեցինք, թուլացանք, մենք մոռացանք, որ հողը սիրում է ոչ թե նրան, ով իրեն գովում է, այլ նրան, ով իրեն պահում է։ Եվ այլն։ Անցավ տարիներ եւ կգար օրը, որ այսպիսի մի երևույթ կհանդիպեր, որը կասեր Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Այո, սխալ է եղել մեր համար, ճակատագրական սխալ է եղել։ Ինքը որ ասում է մեր համար մենք պետք է հասկանանք ովքեր են իրենք։ Այո, թուրքերի համար դա ճակատագրական սխալ է եղել մեր կողմից, որովհետև կորցրեցին այն ինչ որ մերն էր եւ դիմացը տեսան առուց դարձած հայեր, որ իրանք ամենակիչն են սիրում։ Իրենք սիրում են հային տեսնել Փաշինյան Նիկոլի պոզայով, Փաշինյան Նիկոլի կերպարով եւ ցանկացած այլ դրսևորում անցանկալի է, որովհետեւ իրանք դրա հետ չգիտեն ինչ անեն։ Այլ տարբերակ չունեն, կան հարմարվելը։ Ընդհանրապես 8 տարի առաջ էր այս խոսքերը նույն Ստեփանակերտի հրապարակում նա հիշեցնեմ։ Հայության հպարտության միջնաբերդի Արցախի կենտրոնական հրապարակից ողջունում եմ աշխարհի բոլոր հայերին, ողջունում եմ աշխարհի հպարտ հայությանը եւ ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988 թվականին թնդում էր այս հրապարակը, միացում։ Այո, այս տականքը այսօր պիտի հայտարարել, որ հեսա ճակատագրական սխալ է եղել։ Հետաքրքիր է ինքը երբ հասկացավ, որ իր արածն է ճակատագրական սխալ, այս հայտարարությունները, եւ ընդհանրապես մեր պատմությունները 30 տարվա ճակատագրական սխալ։ Իհարկե ինքը ոչինչ չի հասկացել։ Այս ամեն ինչը պլանավորված է եղել եւ ինքն էլ հետո կխոստովանել, որ այն ժամանակ էլ ես կարող էի ասել, որ Արցախը պիտի լինի ադրբեջանական, ուղղակի դուք չեք թող ես աշխատեմ։ Ինքը այս ժամանակ որ կանգնած հրապարակում պատռում էր կոկորդը, ինքը հենց այդ ժամանակ արդեն որոշել էր, որ սա պետք է լինի Ադրբեջանի մաս։ Ու բազասում ես որ ասեի այդ ժամանակ դուք ինչ չեք թողել աշխատել։ Գիտեք, մեզ կարելի է խաբել, ցանկացածից կարելի է խաբել, որովհետև դա խաբել չի, դա վստահության չարաշահում։ Բայց այն կատեգորիան, որ սա նորմալ ընդունում, հետո սկսում աջակցել այս process-ին, նա մարդկային չափանիշների մեջ բնորոշում չունի։ Նորմալ
բառերով, քան ասենք մարդկային տականք որպես հա։ Ոնց կարող է մարդը նորմալ համանի, երբ որ իրեն ապուշի տեղ են դնում, երբ որ իրեն տանում են կոտորածի, երբ որ իրեն ստում են ցես նայելով աչքերի։ Սա էլ է իր գրառումը 16 թվականին։ Կարծամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները փոխզիջման վերաբերյալ նման են կապիտուլյացիայի։ Այսօր ոչ միայն հայտարարություններ, ինքը դրա քարոզիչն է։ Այո, պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Ու այս Ալիևի տեխնազույն պիտի ձայն տվող լինի, ու այս Ադրբեջանի Միլի Մեջլիսի տեխնազույն պիտի ձայն տվող լինի, ու Արցախյան առաջին պատերազմի զոհվածների ընտանիքները, 44 օրյայի զոհվածների ընտանիքները, պիտի սրան ձայն տան։ Ես չգիտեմ ով ձայն կտա, բայց ան ձայն կտան բացառապես իրեն նմանները։ Իրեն նմաններ, ուրիշ տարբերակ չկա։ Ում համար նորմալ է այս ամեն ինչը, ում համար ընդունել է այս ամեն ինչը, ով բարոյական հարթությունում իր համար խնդիր չի տեսնում, պատմական առումով, ինքնության առումով վնաս չի տեսնում, վտանգ չի տեսնում իրեն։ Հա, ձայն տվող կլինի, բայց բացառապես իրեն նմանների շրջանակներում։ Որը մարդկային բնորոշմամբ, նորից եմ ասում, որպես բառ կարող է նորմալ լեքսիկոնի մեջ բնորոշվել բացառապես որպես մարդկային տականք։ Իհարկե ներքևը կա ավելի, բայց նորմատիվային լեզվի մեջ չի տեղավորվում, ես չեմ ուզում բացել եթերը, ես կարող եմ ասել, այո կլինեն, բայց դա կարող է լինել միայն մարդկային տականքի ինքնադրսևորման արդյունքում սրան ձայն տալը։ Այս Ալիևի տեխնազույն պիտի ձայն տան, որևէ մեկը սրան պիտի ձայն չտա։ Միշտ հիշեք, Արցախը ուրացողը, Հայաստանը կուրանա ու կուրանա, միանշանակ։ Սրանք Հայաստանի տեխնացուները չեն, սրանք Ադրբեջանի տեխնացուներն են, սրանք պատերազմի կուսակցություններն են, ՔՊ-ին 0 ձայն։ Պատերազմի չէ, սրանք ողբերգության կորուստների կուսակցություն են, սրանք կապիտուլյացիայի եւ ինքնաոչնչացման կուսակցություն են։ Թե չէ պատերազմը այլ երկել է ունենում, քան ասենք պարտությունը։ Պատերազմի ժամանակ կարելի է հաղթել։ Պիտի գան Հայաստան ղեկավարելու, տեսել ենք 8 տարի ոնց եք ղեկավարում։ Թրքամետ անհայրենիք կուսակցություն։ Ավելացնելու բան չկա։ Ուզում եմ այդ հուշ կարծամ կար։ Այսօր Նիկոլ Փաշինյանը պատմում էր Կորնիձորում, Կորնիձորում մանկապարտեզն են կառուցել, ու որ Արցախյան շարժումը սխալ էր։ Որովհետև հաղթանակած երկիրը այդպիսի մանկապարտեզ չուներ։ Ես ակամայից հիշեցի մանկապարտեզում իմ վերջին օրը, որ ինձ համար անսպասելի եղավ 91 թվականին։ Ուղղակի մի առավոտ մայրս ասաց, որ այո ես մանկապարտեզ չեմ գնա, փակվել է։ Քանի որ մանկապարտեզի շենքը շատ մոտ էր մեր տանը, ես խնդրեցի գնամ հրաժեշտ տամ ու գնացի։ Մեր մանկական աթոռակներին նստած էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի իրականացած կորցո պատժիչ ահաբեկչական գործողությունների զոհ դարձած էթնիկ զտման ենթարկված մարդիկ, բացակա հայացքով տանջահատ հայեր, նստած մանկական աթոռակներին։ Ահա իմ մանկապարտեզի վերջին օրվա հիշողությունները, որոնք արթնանում են ամեն անգամ, երբ Փաշինյանը փորձում է դրանք ջնջել։ Բայց պատկերացնում եք ինչքան այսպիսի հիշողություններ կան, որ այս ճիվաղը որոշել է ջնջել, իրեն թվում է ինքը սենց ջնջիչն է, գրիչն է, հա, որոշել է ռետինով ջնջի, կարա ջնջի, որոշել է գրի, կարա գրի, ու դա սենց ինքս աստվածային հնարավորություններ ունի, տվել են ձեռի մի հատ կախարդական փայտիկ, ասել են արա ինչ ուզում ես եւ դա հավերժ մնալու է այնտեղ։ Գնացել է Խնձորեսկ, բայց ինչպես ամեն մի այցելություն
միշտ խիարը սա մոտ թարս է բուսում, որովհետև սաղ իրան բոլորը իրան նման չեն, որտեղ գնում է անպայման հայի է հանդիպում, ինչպես այս պարագայում է։ Հիմա այս ճանապարհը գնում է միջև ներքին խնձոր էս, հա։ Չէ, դեռ մանկապարտեզ կա աստղ։ Չէ, լրիվ նայեն ենք ճանապարհը։ Համենակ այդ մայթում, այդ հատվածում։ Վստահաբար տնտեսվարողը քանդելա տակով բան ասկասի։ Մեր սարքելուց հետո։ Բարև եղբայր։ Չէ, չեմ ուզում։ Մի հատ էլի։ Այդտեղ չէ բանփաշն է, կերտոտը։ Տների վրա գործ եմ անում, սարան։ Պետք է սարքել, դե կարող է հայտակուր իր բան ստացել։ Ինչ օրինակ։ Դե ես ինչ։ Բայց քարտեզը որ վերցնես, այս քարտեզը փոքր է։ Ասում եմ տների վրա գործ եմ անում, կարող է անեմ վերջացնեմ ուրիշ բան ստացվի, ուզում ասի արա կարող է սարքեմ 10 թուրքին։ Ասում եմ ինչ նկատի ունես, մեզ քարտեզը վերցրել, ասում եմ չէ, չեմ ուզում։ Ինչի՞։ Մի րոպե արի, բայց նոր հիմա ինչ հարց ես տալիս։ Այ երբ որ այդ մեծի հետևից գնաս, այդ քո ասածը լինելու է։ Այդ մի Ասում եմ եթե մեծ ուզես, այդ քո ասածը լինելու է, դու ստե չես կարողանալու տուն սարքես։ Ոչ մի բան մի ուզի, քեզ սանո պետք է դու բավարարես, ու սպառնում է, մեծ ուզենաս, էլսել չես ունենա։ սարքի։ Եթե բա այդ ժամանակ որ մեծ էր, երբ է սարքե, երբ է սկսել տների վրա շինարարություն անում։ Բախի չէ իրանում։ Հիմա հնարավոր։ Ահա, բախի հնարավոր։ Բախին բախ չի իրանում։ 8 տարի առաջ ես երիտասարդը կարող 14-15 տարեկան է եղել։ Բախի այն ժամանակ շինարարություն չէ իրանում։ Ու խոսալու հերթել չի տալի լկտին։ Ես հասկանում եմ այս տղայի հոգեբանական վիճակը։ Ամեն մեկի համար չի որ նորմալ բան է։ Սենց վարչապետի հետ նստել, սենց ճակատին նայել, ասել այդ տականք։ Դու ես իմ հողը, ո՞նց ես որոշես սենց այս քարտեզի վրա տեղավորես։ Ով ես դու որ իմ ճակատագիրը որոշես։ Դժվար է, ամեն մարդու բան չի սա, մանավանդ ասենք ես ռետորական փորձը չունի, գիտելիքները չունի, գյուղացի մարդ է։ Բայց ազնիվ է իր ներսում, սա պատասխանն է։ Այն ժամանակ մեծ էր, ստեղից քանի կիլոմետր է, բախի չկար հնարավորություն։ Չէ, բացատրի։ Պետք չենք աշխատում, ամենք մեծացել ենք սկսել։ Ասում եմ փոքր եմ եղել, մենք մեծացի մենք սկսել աշխատել։ Լսեք պատասխանը։ Մեծ չկար ձեր տանը։ Բա մեծը ինչի չէին անում։ Այ լավ ումիձ։ Մեծ չկար ձեր տանը։ Այ չէ, ուղղակի սիրուն։ Տականք հիմա է ուզում այդ մարդը սարքի։ Իր մեծն իր ժամանակա սարքել։ Չէ, այդ քարտեզը վերցրած, մեզ սաղեց ասում եք օպշան, էսա։ Հա։ Որվեք սրա մեջ։ Այո, տեղավորվեք սրա մեջ։ Որ չտեղավորվեք, այդ հարց ես տալիս, ասում եմ, եթե տեղավորվում ես սրա մեջ, համ սարքի, համ երկու ատե սարքի, եթե չես ուզում տեղավորվես սրա մեջ, մի սարքի, հա։ Եղավ։ Լսեցիք։ Էսա։ Տեղավորվում եք սրա մեջ։ Տեղավորվում եք, եթե չէ, մի սարքեք։ Սրա ես չգիտեմ ուղղակի սան ոնց ձևակերպեմ առանց հայոյանքների։ Ինքը որոշել է սա Ալիևի բանն է, խոսնակն է, Ալիևի դեսմանը, քարոզիչը։ Էսա ձերը։ Սրանից ավել չերազեք, չուզենաք, ոչ էսա։ Էնել սա էլ չի։ Ալիևը սան էլ է դեմ։ Դու կարողանում եք այսքան տեղավորել։ Չէ։ Ո՞տ է սա մարդն գնի իր բնակչության հետևից, սպառնա, որ սրանից ավել մտնելով չանցնի հանգստուց բան ուզենաք։ Տանից երկու հատ սարքել։ Ու սա ալբոմ է Շուշի ազատագրման օրը։ Այս է նորն է, որ հանրապետականը իր կոտրած ձեռքով 8 տարի առաջ նշանակեց սրա բան, վարչապետ։ Չես կար, գիտես։ Չէ, ձեր մեծերը չի, որովհետև միջազգային ճանաչված սահման կա, այս է մեր միջազգայինորեն ճանաչված սահմանը, որովհետև որ եղբայր, հաջողություն, քեզ միջազգայինորեն ճանաչված, ուղղակի գյուղացի տղա է, ոչ ասի, այդ ո՞րն է միջազգային, արա։ Այ բիժվածք, այդ ո՞րն է միջազգայինը։ Այդ միջազգային բանը, սահմանները Ստալինն է որոշել ժամանակին։ Հա։ Սա նման մտածող վիժվածքներ, ձեր միջազգային փաստաթուղթը Ստալինն է որոշում։ Հա, այդ տախմալների կույտ։ Այդ Ստալինը միջազգային լիցենզիա է ունեցել սահմաններ որոշելու։ Հարց եմ տալի։ Պատկերացնում եք Արցախի Շուշիի ազատագրման
օրը սա անգլիա մարդկանց ասում է չի երազեք ուրիշ բանի մասին, հեսա ուզում եք ուզեք, չէ, մի սարքեք։ Ասում է ձեր տնից քանի ձայն գրեմ։ Մատաղի փող հավաքող։ Մեր թաղում միան մեղելի դեմքով մեկը կա, ասես չեչո կերտոտ մարդ է, ես գիտեի, որ փողոցում տեսնում եի ցուցակով, ես գիտեի, որ սա բանա ձենա հավաքում, հանրապետականի համար է աշխատում։ Ասում ասես ոնց որ քայլող դիակնն էր, էլի։ Սա նույն բանն է, ձեր տնից քանի ձեն է, քանի ձեն գրեմ։ 0, չի վախ։ 0, դու 0 ձեն ունես Հայաստանում։ Հայերի շրջանակներում դու ունես 0 ձեն, որովհետև այն ձայնի վրա, որ դու հույս ունես, դա հայերի ձայնը չի։ Իսկ Հայաստանում ոչ հայերը ճնշող փոքրամասնություն են։ Ոչ թե փոքրամասնություն են, ճնշող փոքրամասնություն են։ Դու 10% էլ չես կարողանալու հավաքես։ 10%-ն է իսկ։ Մատաղի փող հավաքող ասում է ձեր տնից քանի ձեն գրեմ։ Այն վիճակին է հասել, որ ինքն է իր ձեները արդեն գրում։ Ինչ ասում ստե, Սինգապուրը Սևանի կեսի չափ է, 5 միլիոն մարդ է ապրում վրան։ Հայաստանում 10 միլիոն հայ կարող է ապրել, բա։ Ու մի հատ բան ստեղ հետաքրքիր նկատեցի տեքստի մեջ։ Ես խոսում եմ մեր տարածքի փոքրության հետ կապված մեր ընկալման մասին, թե չեք մտածում որ փոքր ենք։ Ես մտա Վիկիպեդիա եւ զարմանքով արձանագրեցի, որ Սինգապուրի տարածքը Սևանի կեսի չափ է, ունդեղ 5.5 միլիոն մարդ է ապրում։ Եվ Սինգապուրի տնտեսությունը լսեք, հնան, Հայաստանի հնայից 11 անգամ ավելի է։ Դե հիմա ես այս մասով եմ այս տականքին ուզում հարց տամ։ Այդ ոնց է ստացվում, որ Սևանի կեսի չափ պետությունը կարողանում է 11.5 անգամ ավելի 11 անգամ ավելի շատ հնա արտադրի, քան անհամեմատ Սինգապուրի հետ համեմատած, անհամեմատ մեծ Հայաստանը։ Իսկ համեմատության համար ասեմ, Հայաստանի չափ Թայվանը հնայով 960 միլիարդ է, Հայաստանի 20 միլիարդի դեմ։ 22 անգամ Թայվանի նույն բանը չափի վրա, թայվանցին, չինացին 22 անգամ ավելի շատ բան ունի, կներեք 22 չէ, 40, ինչ 20, սխալ հաշվեցի, 40 քանի անգամ, 48 անգամ, սենց տոշնի թիվը, ճիշտ թիվը, 48 անգամ ավելի շատ հնա է արտադրում, չինացի նույն տարածքի վրա, քան Հայաստանը, դու 8 տարվա վարչապետ ես, ինչի, ոնց, դու հիմա եթե այդ մարդկանց ուզում ես ասես, որ դու կարող եք այդ Սևանի կեսի չափ տարածքի վրա տեղավորվել, ես հասկանում դու ինչ ես ասում, ուզում ասի, հեսա, էսի մեծ է շատ մեր համար, մենք ավելի փոքր տեղ կատենք ապրենք, սա է մատուցում մարդկանց, իսկ ես հակառակն եմ քեզ ասում, բայց թե այդքան Սևանի կեսի չափ երկիրը 11 անգամ ավելի հնայա արտադրում, բա դու ինչ խոտ ես ուտում, բա ուր է այդ հնան, ինչու մենք այդ հնան չունենք, չեմ ասում 48 անգամ, բայց կարող եք 11 անգամ ավելի ունենալ գոնե։ Լսենք ես կնոջը։ Լսում եմ ձեզ, ասեք Մարիկ ջան, սպասի, ասեք Մարիկ ջան, ինչ եք ուզում ասել։ Ինչ։ Ասեցի հեռախոսի կամարը փողա։ Լսի, ես մանամաշին շատ, էր ասում հուզիչ հարց ունի, Որպեսզի ամբողջ տեսանյութը չցուցադրեմ, որ երկար է եւ աղմուկը շատ է։ Տեսավ չկարողացավ Փաշինյան Նիկոլին համոզել, որ ամբողջ կառավարման համակարգը կեղտի մեջ կորացա։ Մարիկ ջան, մի րոպե։ Իսկ կարողան նրանից է, որ ձեր հարցը, ձեր պահանջը սխալ է ուղղակի։ Կարողան նրանից է։ Մի րոպե։ Ասում եք սրան գրեցի, նրան չլուծվեց։ Կարողան նրանից է, որ ձեր իրավական պահանջը ուղղակի սխալ է։ Սխալ է։ Եթե այդքան Եթե այդքան մարդ ասում է, չի պատասխանում քեզ, ուրեմն սխալ է, սա ասում է մեկը, երբ որ երեք ընդամենը հարցումը պետք է գտնենք, ասում են ոստիկաններին, պատժենք, որոնք ինֆորմացիա հոսք են ապահովում լրագրողներին եւ լրագրողները բացահայտում են հանցագործությունը։ Այս նույն մարդն է ասում։ Որինքին ասում է, «Էտես համանում խաղաղություն, ես տես խաղաղություն չեմ ուզում, դե հիմա ռադը քաշ ու գնա»։ Եղել է խաղաղություն ժողովուրդ մինչև 2020 թվականը։
Սուտա չի եղել խաղաղություն։ Բա եկել է Գորիս, ասում է եղել է խաղաղություն, Գորիսը հանգիստ ապրում էր։ Ասում են հա, սուտա չի եղել խաղաղություն։ Սուտա։ Գորիսեցիներ պետք է հանգիստ ասի սուտա, ինքը խաղաղություն չի տեսել 20 տարի։ Գորիսում կրակել են Գորիսի վրա վերջին անգամ 91 թվականին։ Մեկ էլ քո իշխանության օրոք։ Մենք հիմա եկել է սյունեցիներին, են էլ համար սյունեցին, բայց ուզում է բացատրի, որ չէ, դուք խաղաղություն չեք ունեցել։ Դե իհարկե կարա բացատրի, որ իրենք խաղաղություն չեն ունեցել, որովհետև ինչքան մարդ կա, այնքան ինքը հետը մարդ բերել է ուղակի։ Ավտոբուսով sense բերել լսել է դեմը, նայեք։ Բա այսօր ինչ խոսում են, ասում են Բաղարաբաղը, Բարցախը։ Բա նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Բաղարաբաղը, Բարցախը։ 200 հոգի մարդ է հետը տանում, 2 ավտոբուս, մեկ էլ մեքենանով։ Շարում է կողքը, ամեն մի գյուղում նույն տեքստը։ Եղել է խաղաղություն, դից ասում են դեն չեն անում իր բաներն էլ, չէ, չի եղել խաղաղություն։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյան, այդ 200 հոգին, որ հետատման է տալի, ընտրությունների ժամանակ էլ էս այդ տեղած բանը, բոլոր տեղամասերում այդ 200 հոգին տանելու։ Մի քիչ չի։ Արա հույսը ինչի վրա է դրած։ Այս իշխանությունը հույսը մի բանի վրա կարա դնի, ինչպես նախկին բոլոր իշխանությունները, տեսեք, ոչ մի իշխանություն լեգիտիմություն չունեց Հայաստանում, առավելևս Փաշինյան Նիկոլի իշխանությունը, բայց նույնիսկ նախկինները առանց սարսափելի կեղծիքների եւ դրանից հետո ջարդելով առանց մահակի չեն կարողացել պահել իրենց իշխանությունը, այսինքն նույնիսկ այդ կեղծիքները, որ իրանք իրականացել են, բավարար չի եղել իշխանությունը պահելու համար, բայց իրանք ունեցել են անգամներ ավելի շատ լեգիտիմություն, քան Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նայեք սա ինչ ունի համատության մեջ։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանից, եւ Ռոբերտից, եւ Սերժիկից անհամեմատ ավելի քիչ լեգիտիմություն ու ձայն։ Եթե ասենք Լևոնի ժամանակ ոդիկը 0 էր համարյա, տանկերով պահեց Վազգեն Սարգսյանը տանկերով այդ իշխանությունը, որովհետև այդ ժամանակ ուներ այդ կարգի իշխանություն եւ ինքը ինչ որտեղ հեղինակություն էր այդ մարդկանց համար, ովքեր այո տանկերը իրենց իր հրամանով պատրաստ են Երևան մտցնել եւ մտցրեցին։ Հիմա ես հարց եմ տալիս։ Դու ոչ Սերժիկի չափ ընտրազանգված ունես, այնի գոնե մի 30% ուներ, հա, ոչ Ռոբերտի չափ ունես, ոչ մեկի չափ չունես։ Հիմա գանք մահակին։ Դու դրան չափ մահակ ունես, Սերժի Ռոբերտի թիկունքին կանացել Մոսկվան, ասում էր ինչ ուզում ես արա։ Եվ առաջինն էլ ինքն էր ճանաչում ընտրությունները, առաջին։ Եվրոպան ինչ գոռար ընդեղից, գոռար, տեսնում էր բան չկա, էֆեկտ չկար, կեղտոտ ձևակերպումով ասում են, լավ, սա մեկ քայլ առաջ է, ոնց որ Պապուասի բանանեին, էլի բնութագրեին։ Պապուասի մեկ քայլ առաջ էր, քան նախկինը։ Մեկ էլ ճարահատյալ ենթարկվում էինք դրան։ Հիմա այսօր Զատուլինը պարզ հայտարարեց. Փաշինյան Նիկոլը եթե ընտրվեց, մենք այդ իշխանությունը չենք ճանաչելու։ Հիմա թե Պուտինը կճանաչի, թե չի ճանաչի, ես չգիտեմ, բայց այն հանգամանքը, որ Սերժիկն ու Ռոբիկն ունեին, այսինքն աջակցության իմաստով, իրեն ժամանակ ոչ մեկը տենց հայտարարություն չէր անում։ Հետևաբար ոստիկանը սենց է նայում, ցանկացած ուժային համակարգ, որը մահակ ունի ձեռքը, նայում է, էսի ժամանակավոր է, սրա տերերը ինչ են ասում։ Սրա տերերը ինչ են ասում, ես խփեմ թե չխփեմ։ Հիմա առայսօրվա տերը Պուտինը իր խոսնակներով քեզ ասում է վերջի բառերով, ով ես դու։ Դավաճանի սերունդ, մարդ, որը նույնիսկ հետ ընտրվեց իր իշխանությունը չեն ճանաչելու եւ այլն։ Էս մահակը ձեռով ոստիկանը ում երաշխավորության տակ է ջարդելու ժողովրդին, որ ձայներ փախցնի, քեզ տա։ Դու որ կարողանաս անդաժեշտ քանակության ձայն գողանաս։ Չասեմ, որ բոլոր ոստիկանները չէին ենթարկվելու։ Կեսը սենց է մնալու 50-50։ Այսինքն դու չունես ձայն, ինչքան ուներ Սերժիկն ու Ռոբիկը, դու չունես այն աջակցությունը Մոսկվայից, որ միշտ ունեցել են Սերժիկն ու Ռոբիկն են, ու այս կոնտեքստի մեջ են կարողացել իշխանություն խլել։ Դու երկուսն էլ չունես։ Հույսդ ինչի վրա է։ Դու նույնիսկ բանը գնում ես հանդիպման, քո տարած հոտը հետդ տանելով, այնտեղ ձայնագրություններ կա, որը պարզ ասում են, քո հետ ամենտեղ էլ գալիս ենք։ Ասում է, որտեղից ես։ Ասում է, ստեղից եմ, բայց քո հետ ամենտեղ էլ գալիս են։
Այսինքն պարզ քո հոտը 200 հոգի ավտոբուսներն էլ ընդ կանգնած հետդ ման ես տալիս իրենց համար ելույթ ես ունենում քո հետի հոտն էլ է տեսնում որ դուք 0 եք դու էլ ես տեսնում որ դուք 0 եք հետն էլ միջազգային ասենց ասեմ ոչ թե միջազգային Ռուսաստան Եվրոպա կանգնած աջակցության բացակայությունը ճիշտ ասած Եվրոպան եթե քեզ նույնիսկ աջակցում է եթե նույնիսկ աջակցում է որ դու եթե ձայն ունենաս իր համար օքեյ է բայց դա չի նշանակում որ եթե ձայն չունենաս մահակա տաճուզախ թափահարես ինքն ասելու շալա այդ շատ լավ բան է ոչ մի եվրոպական լիդեր դրա տակ չի ստորագրի Պուտինը կստորագրի Պուտինը թքած ունենար առաջին ինքն շնորհավորում էր ոչ մի եվրոպական լիդեր նույնիսկ Մակրոնը որի ոտերը լվացիր ջուրը խմեցիր դրա հետ անվան տակ իր հեղինակության տակ դու քեզ բերեցիր ինչ որտեղ դրեցիր նույնիսկ դա ասել է հոպ Նիկոլ այն հանգամանքը որ դու հետը սելֆի ես արել չի նշանակում որ դու կարող ես այս կարգի բաներ անել որովհետև դրանք հոգեշ չէ իրենց ընտրողի առաջ են պատասխանը տալի ոչ մի եվրոպական լիդեր բռնությանը չի կարասի օքեյ է բացարձակապես այնպես որ ես ոչ մի շանս չեմ տենում այս տխմարին վերարտադրելու համար բացարձակապես ձայները 0 աջակցությունը այն աստիճանի չի որ ինքը կարողանա բռնության իշխանություն զավթել մի խոսքով տեսեք ինչ կեղտոտ մեթոդներ է գնում սրա մոտ բան չկա սահման չկա ասում մենք տարածքներ չենք կորցրել Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել սրանով հիմնավորումը իր Արցախը հանձնելը տեսեք ինչ կեղտոտ բան անում հայ ժողովուրդն ասում է գիտեք ինչ դուք ցածր աշխատավարձը թոշակ եք ստանում նրանք բարձր ես Ղարաբաղը չեմ հանձնել երկու բան որ իդ կապ չունի արտաքինից երկու բան բայց թշնամացնում է հայ մարդուն ասում է դու ստե սոված ես Ղարաբաղում բարձր թոշակ էին ստանում բայց ես Ղարաբաղը չեմ հանձնել սենց երևույթ ես այսօր խոսում եմ իմ վաղեմի բարեկամի հետ որ վաղուց չէինք խոսացել ասեց ես զարմանում եմ դու այսքան եզրայնագրություն ես ձայնը ոնց ես լսում ոչ միայն ես ասեց ում որ ճանաչում եմ ոչ անունը դրա ոչ ձենը նույնիսկ որ հերվից ձենը գալիս է մեկը լսում է մեկ ակակներից փախած փախնում ենք այս կարգի տականք հայ ժողովրդի ամբողջ գոյության ընթացքում չի ծնել ուսանես չի որ մենակ ասում է ես եմ ասում փողոցում մարդիկ ես ձեզ դա է ցույց կտամ ասում ոչ մի իշխանության մասին այս կարգի զզվանքով ու սենց աղրամանական ու բարձրաձայն չեն խոսացել դա տենց է Սերժ Սարգսյանին ատում էին բոլորը բայց ասենք երևի չէ հաստատ էս աստիճանի չէր հաստատ էս աստիճանը չէ նա էլ բոլորին հասնել է ստեղել բայց գիտեք ինչ լարվածությունը էս աստիճանի չէր կար ուղղակի տոտալ ապաթիա զզվանք հոգնածություն իրոք հոգնածություն կար էլ այդ իշխանությունը այդ կոռուպցիայից այդ նույն բառերից այդ նույն դեմքերից զզվանք կար հոգնածություն սա ուրիշ թեմա է սա համեմատում է Սերժին սրա հետ այն ժամանակներ ասում ենք ինչ կարգին ապրում ենք այսքանով հանդերձ այսքան վատնա հույսը ինչի վերստել այն չի Վաչապետից պետք է փոխես դու չես պետք փոխես Ինչ արա ինչ ես քեզ թափարում արա Ժողովուրդ ես ուղղակի ձեզ ուզում եմ հիշեցնել որ մեր ծրագրերի մասին ավելի մանրամասն այն ինչ որ ես եմ արդեն նախապատրաստում այն ինչ որ ես եմ սկսել ավելի մանրամասն եւ հաղորդումների ձևով եւ ծրագրային ձևով դու կարող եք ծանոթանալ իմ Patreon-ում այս լինքը ներքևում կա այս լինքը բանի որտեղ մեկ գրում եմ որտեղ գտնենք դա կա հենց ներքևում դրված է այս նկարագրությունների բաժնում описание կամ description որ մտնեք այս լինքը կա մտեք բաժանորդագրվեք ու միասին դուք ոչ միայն տեղեկացված կլինեք մենք միասին պետք է կերտենք այն Հայաստանը որը մենք գտնում ենք արժանի ենք դրան որովհետև անկեղծ եմ ասում նույնիսկ լավագույն լուծում այս ընտրություններին դա ինձ բավարար չի թվում լավագույն դեպքում մենք կարող կանգնեցնենք
կոլապսը։ Բայց պետականաշինությունը շատ բարդ ու երկարատև գործ է։ Իսկ դա մենք պետք է միասին իրականացնենք։ Սա լսենք։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել քննադատելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայանպաստ ելույթը երկրի խորհրդարանում։ Ժան-Նոել Բարոնն անդրադարձել էր Արցախում հայկական ժառանգության ոչնչացման թեմային։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչ է ասել նախարարը։ Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն երեկ Սենատում պատասխանում էր օրենսդիրների հարցերին եւ հարց տալու հնարավորությունից օգտվել է հանրապետական սենատոր Էտիեն Բլանը, իր ելույթում նա կոչ է արել վարչակազմին ուժեղացնել Բաքվի վրա գործադրվող ճնշումը հայ գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով եւ նաեւ առաջարկել է անհատական պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են կամ ում հանձնարարությամբ Արցախում էթնիկ զտում է իրականացվել։ Եվ նա խնդրել է արտգործնախարարին պարզաբանել, թե ինչպիսին է կառավարության վերաբերմունքը Արցախում հայկական պատմական ժառանգության ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Եվ պատասխանելով այս հարցին Ժան-Նոել Բարոն նախ դատապարտել է Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացումը եւ հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը պարտադրել է, որպեսզի Ադրբեջանը հարգի եւ պահպանի հայկական ժառանգությունը Արցախում։ Նախարարը նաեւ կոչ է արել Արցախ գործուղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելությունը, որպեսզի տեղում այն մոնիտորինգ իրականացնի եւ պարզի, թե ինչ վիճակում են հայկական հուշարձանները։ Բացի այդ, Ժան-Նոել Բարոնը անհիմն է համարել Ադրբեջանի պահանջը ուղղված Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ։ Նա նաև անդրադարձել է հայ ռազմագերիների Լավ, չէ, Ֆրանսիայում են անհիմն համարում այդ պահանջները։ Հայաստանում հեզ ու խոնար, լուռ ու մունջ կատարում են։ պահման խնդրին, անվանելով նրանց կամայական պահվող եւ պահանջել է, որ Ադրբեջանը անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին, այդ թվում նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Իսկ ինչն է, որ շահեցել է ադրբեջանցի դիվանագետների զայրույթը։ Արտգործնախարարության անունից հայտարարություն է տարածել մամլոխոսնակ Այհան Հաջիզադեն, նա նախ հերքել է բոլոր մեղադրանքները Ֆրանսիայի արտգործնախարարի կողմից ուղղված եւ անվանել է նրա ելույթը սադրանք։ Հետաքրքիր է, որ առաջին պահանջը, որը ներկայացրել է Ֆրանսիայի իշխանություններին, դա այն է, որ այլևս երբեք չհամարձակվեն օգտագործել Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը։ Պարզվում է, որ Ադրբեջանը արգելում է աշխարհի պետական գործիչներին օգտագործել ոչ միայն Արցախ բառը, այլ նաև Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը։ Երբ նրանք ցանկանում են խոսել Արցախի մասին, պարտադիր պետք է օգտագործեն հետևյալ խոսքերը. Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տարածաշրջան։ Հայկական եկեղեցիների ոչնչացման մասին խոսելը Հաջիզադեն համարում է երկակի ստանդարտների դրսևորում եւ հայտարարում է, որ իր սուվերեն տարածքում Ադրբեջանը իրավունք ունի անել այն, ինչ ինքը անհրաժեշտ է համարում։ Ինչ վերաբերվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական խմբի այցին, ապա ադրբեջանցի դիվանագետը պնդում է, թե իբր Ադրբեջանն է ժամանակին առաջարկել այդպիսի մոնիտորինգային խումբ ուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, իսկ դրան խոչընդոտողը եղել է Հայաստանն ու Ֆրանսիան։ Դա այն դեպքում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով փոխտնօրեն Էրնեստո Օտոնեն ժամանակին հստակ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում այդ առաքելության ուղարկմանը։ Գերիների թեմայի մասին որևէ նոր պարզաբանում Հաջիզադեն չի տվել, սակայն պնդել է, որ այն ամենը, ինչ Ադրբեջանը անում է իր սուվերեն տարածքում, միտված է ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղություն։ Համաձայնվի յուրահատուկ պատկերացում է տարածաշրջանային կայունության մասին։ Քանի որ Մակրոնի այս կարգի մոտեցմանը, ինչ որ ցուցաբերեց մեր կողմից ատելի, հա, Փաշինյան Նիկոլի նկատմամբ, սա նայենք Հովհաննես Իշխանյանն գրում, Հանրապետության բացքից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցեցի տեքստը, հա։ Պարոն Մակրոն, ես մեղադրում եմ Ֆրանսիան չպետք է աջակցի մարդուն, որը ցեղասպանում է իր ժողովրդին։ Այո։ Սա ճիշտ է։ Ես դա համար եմ, ես խորհուրդ էի տալի բոլոր բաներին, այս
կայքի ընկերներին, կուսակցություններին, ակտիվիստներին, որ ուղղակի ոչ միայն essence ներկայացվեր, այլ հիմնավորված օգտվեին armjustice.com մեր ստեղծած կայքից, որտեղ այս ամեն ինչը հիմնավորված էր իր հայտարարություններով, օրենսդրական հղումներով, այսինքն սա մենակ կարծիք չէր։ Հիմա պարոն Իշխանյանի կողմից ճիշտ է հնչում, բայց կարող է անցալի որպես կարծիք, իսկ որ դու ներկայացնում ես հաստատագրված իր հայտարարությունը եւ հղում ես տալի օրենքին, որին հակասում է, բոլոր դատապարտելի է, սա փոխում են որակը։ Ես կարծում եմ մեր ընկերները, որոնք քաղաքական դաշտում ուզում են ավելի լուրջ ծանրակշիռ հայտարարություններ եւ գործունեություն ունենալ, այս անվճար տրված հնարավորությունից կօգտվեն։ Մենք ամեն օրվա ռեժիմով թարմացնում ենք այն ինչ որ կատարվում է, այսինքն Փաշինյան Նիկոլի ամեն մի գոյությունը, օրը, ամեն մի հայտարարությունը հակասում Հայաստանի սահմանադրությանը, օրենքներին, մենք էլ դա արձանագրում ենք, բերում ենք դնում ենք կայքում, մի մասը թարգմանված է արդեն, մի մասը դեռ թարգմանված չի, ամեն դեպքում բայց մինիմում հայերեն տարբերակը կա։ Հիմա վերադառնանք այն հայտարարությունը, որը Ֆրանսիայի արտգործնախարարությունն է արել։ Տեսեք, չնայած Մակրոնի այս ջերմ, այսօր ինքը եկավ Փաշինյան Նիկոլի հետ սելֆի, մելֆի էս կոմենտով, դա վնասեց այդ իրեն Մակրոնին որպես հեղինակություն։ Դա չի նշանակում, որ նույն Մակրոնը աչքերը փակելու է կամ փակել է էթնիկ զտումների վրա, գերիների վրա, մշակութային ոչնչացման վրա, այս սրանք ինքը ուղղակի չի կարող փակել, ոչ միայն չի անի, չի կարող փակել։ Այս ամեն ինչը ինչ որ կատարվեց Հայաստանում, ընդհանրապես Փաշինյան Նիկոլին այդ դիմումը ստանալու, Փաշինյան Նիկոլից այդ դիմումը Եվրոմիության մտնելու, ստանալու համար էր արվում, որն էլ այտենց ինքը չստացավ, որը ի սկզբանե էլ պարզ էր, որ սա չի տալու, որ ինքը խաբելու է բոլորին, ինչպես միշտ խաբել է։ Այսինքն ոչ Մակրոնն ավելի լավը, ոչ Պուտինն ավելի լավը, ոչ Էրդողանը, ոչ Ալիևը, ոչ Թրամփը, այս մարդը իր իշխանությունը պահելու համար խաբելու է բոլորին, եթե դա հնարավոր է, եթե դա նպաստում է իր իշխանություն մնալու հանգամանքը։ Ուզում ստեղ մենք կարճ չէ, մենք հստակ պատկերացում ունենանք ինչ է նշանակում Մակրոն եւ ինչ է նշանակում Ֆրանսիա։ Մակրոնը մի քանի ամսից արդեն նախագահ չի։ Հաջորդը ով կլինի, ես չգիտեմ, բայց ստե Ֆրանսիայի կառավարության եւ ինստիտուտների վերաբերմունքն է մեր համար պետք է որ կարևոր լինի։ Ես ասում ենք պետք է եվրոպական ստանդարտների մեջ բերենք օրենսդրական մակարդակի վրա, կառավարման մակարդակի վրա։ Սա նշանակում է, որ մենք պետք է այդ ստանդարտների մեջ լինենք, ոչ թե նշանակում է, որ մենք պետք է լինենք կախված Մակրոնից կամ Ստարմերից, որ այսօր մի բան կարող է ասի, վաղը նպատակահարմարությամբ կարող է այլ բան ասի։ Սա իմ այս մոտեցումը ոչ հակաեվրոպական է, ոչ ուղիղ եվրոպական է, այսինքն մենք պետք է հստակ հասկանանք մենք ինչ ենք ուզում, մենք ինստիտուցիոնալ մենք ստաբիլություն ենք ուզում, ոչ թե որ մենք կախված լինենք անձերից։ Ինչի՞ եմ այսքան մանրանում, որովհետև այսօր մի քանի տեղ կարծացի, որ ես փորձում եմ 1000 լարի վրա խաղալ, 100 լարի վրա խաղալ, ոչ մեկ չի հասկանում ես ինչ եմ ուզում։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց ինտելեկտի համար ծանր է երևի հասկանալ ես ինչ եմ ուզում։ Կամ իրոք ինչ մարդ ինչ ինտելեկտի բացակայություն պետք է ունենա, որ ինձ մեղադրի, ասիկան, ասենց Ռուսաստանը սիրելու մեջ, կամ Եվրոպան ատելու մեջ։ Պետք է հասկանաք Ռուսաստանը սիրել չսիրելը դա Պուտինը չի ինձ համար։ Եվրոպան սիրել չսիրելը դա Ստարմերը չի, Մակրոնը չի, դա Օրբանը չի։ Եվրոպական քաղաքականությունն է, որը ես դրա մի մասն եմ համարում ինձ, իմ երկիրը, հասկանում եք։ Երևի սա բարդ է, որովհետև մարդիկ սենց են հասկանում քաղաքականությունը։ Իրանց համար ազգ է, կներեք, ազգանուն անուն է։ Դու ում կողմից ես։ Ռոբերտի, Սամվելի, Նիկոլի, չգիտեմ, Պողոսի կամ Պետրոսի։ Ինձ համար նրան ձևակերպումները դա գիտության բարձրագույն բան է, դրսևորում է։ Որովհետև ձեր ասածից ոչ մեկ չի ներկայացնում իրական Հայաստանի շահը։ Հայաստանի իրական շահը ներկայացված չի այդ անձերի կողմից, հետևաբար իմ բնորոշման մեջ այդ անձինք չեն կարող մտնել, չեն մտնել ու չեն էլ մտնի, որտեղ իրանք էլ չգիտեն իրանք ինչ են ուզում, որտեղ այն ինչ որ իրանք են ասում, այդ էլ այն չի, որ իրանք են ուզում, ամեն մեկը այսօր կարճաժամկետ ծրագիր է լուծում, Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ ծրագիր է լուծում, մնալու համար, եթե պետք է վաղը հակառակն ասի, վաղը հակառակը կասի, նույնն էլ մնացածը, ում ես անունը տվեցի։
Դա մը ինձ մի փորձեք այդ բաների մեջ մտցնել այդ ստանդարտների, կաղապարների մեջ։ Ես ինչքան քննադատեմ Մակրոնին, բայց ես գիտեմ, որ կա եվրոպական ինստիտուտներ, որոնք պարզ խոսում են Հայաստանի օգտին, որովհետև դա ճշմարտությունն է։ Ի վերջո, եթե մենք ապավինում ենք միջազգային դատարանի վրա, դատարանին ենք ապավինում, հա, միջազգային օրենքներ, դա հենց եվրոպական դատարանն է, դա եվրոպական կոնսենսուսում առաջացած օրենքներն են։ Ես դրա կողմնակիցն եմ։ Ես մի հատ հիշացնեմ 17 թվականին ինչ բան նախաձեռնությամբ էր հանդես գալիս Ալեն Սիմոնյանը եւ դրանց նպատակը Հայաստանը ինչ սարքելն էր, հա։ Դեռ մարդկա նույնիսկ լիարժեք չէր պատկերացնում ինչա սրանց ուզածը։ Որտեղ հիմա սա մասին դեռ չեն խոսում, բայց իրականացնում են։ Եվ այսպես մարիխուանային օրինականացնում։ Պլան, նարկոտիկ, այն ոսենց հիմա ոտի հետ գնում է Հայաստանում։ Սա իրանք հայտարարել են դեռ 17 թվականից։ Մարմնավաճառության օրինականացում, այսինքն հիմա մարմնավաճառությունը քաղաքական իմաստով լրիվ օրինականացված է, լրիվ։ Քաղաքական տրաֆիկինգի զոհ են իրանք եւ իրանց աջակցող բոլորը։ Անդեր կլինի Շիրիմյան, այդ բանն անդեր չգիտեմ, Մալուքյան կլինի, Արամ Սարգսյան կլինի, սա քաղաքական տրաֆիկինգի զոհեր են, բայց իրանք ուզում են նաեւ մնացած մարմնավաճառներին օրինականացնել, հա։ Պորնոկ նյութերի պատրաստում եւ տարածում օրինականացված։ Այս մարդկանց պատկերացումը պետականության մասին ստեղա նարկոմանիա, պորնո ինդուստրիայի եւ մարմնավաճառությունը եւ գրականության օրինականացում եւ տարածում, հա, միասեռականների ամուսնության թույլատրում, սա իր հայտարարությունն է, իմը չի։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջանը մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում, այսինքն միասին եւ ամենահետաքրքիրը պարտադիր զինծառայողի վերացում, խոսքով զինակոչի։ Սա էլ բանակի վերացումն է։ Հասկացաք ինչ են ուզում։ Նարկոմանիա, պրոստիտուցիա, պորնոգրաֆիա, բանակի վերացում եւ այդ երեք հանրապետության փաստացի ոչնչացում ներգրավում մի կառույցի մեջ։ Ոնց որ ասենք Անդրկովկասյան Սեյմն է ժամանակին 18 թվականը, հա, մինչև 18 թվականը։ Սա է սրանց ծրագիրը, որը մասնակի իրանք իրականացնում են։ Նարկոմանիան իրականացել են, բանակի ոչնչացումը իրականացել են։ Հիմա հերթը պետականության վերացումն է, որ դու դառնաս ինչ-որ մի հատ կառույցի մեջ ընդգրկված, բայց ոչ թե սուբյեկտ, կառույցի մեջ։ Դա կարող է լինի ցույցական պետության կառույցի մեջ, դա կարող է լինի միութենական պետության կառույցի մեջ։ Ես սրանից ամեն ինչ սպասում եմ, ամեն ինչ, որ վաղը այսօր չգնաց, խոստացել էր, ասել էր, հա, հետո ասես չեմ գնում։ Չգնաց Մոսկվա, բայց դա չի նշանակում, որ վաղը չի խոստանալու, որ Հայաստանը կմտցնի միութենական պետության մեջ, միայն թե Պուտինը իրան թողի էլի վարչապետ աշխատի։ Սա նման տական բնությունը չի ծնե։ Մտածեք, որ ամեն ինչ, հավատացեք, որ սենց ամեն ինչ հնարավոր է սպասել։ Վերադառնանք Վեդի այդ անչափահաս քույրերի այդ գործին։ Խոսքով այսքան օր ես ասում եմ երրորդ մեղադրանքով, երրորդի անունը տվեք։ Ձերբակալել են, մեղադրանք ներկայացվել, բայց անուն ազգանունը չկա։ Ես նենց եմ ուզում իմանամ, ով է այս երրորդը։ Ով է երրորդը։ Ինչերոց այդ երեխեքը դեռ դպրոց չեն գնում։ Տնօրենն ասում է հյուծված են, հասել չեն ուտում, ընկճված են, դպրոց չեն գնում։ Լրիվ հասկանալի է։ Ես այդ երրորդի անուն ազգանունն եմ ուզում։ Լրագրողներ ջան, Սուզի ջան, Անի ջան, Լիհա ջան, խնդրում եմ ձեզ, բացահայտեք ով է։ Ու ես ես վստահեցնում եմ, այդ ժամանակ մենք կհասկանանք, ինչու էր այս գործը փակցվում Փետրովանցից։ Ու ես չեմ զարմանա, եթե դա լինի հենց ԿՊ-ական կամ իրանց հովանավորյալը։ Ուրիշ բացատրություն ես դեռ չեմ տեսնում։ Մեկ նայեք Ռուսաստան ինչա կատարել։ Այս աղջիկը կարմիր հրապարակում ինչպես տեսնում եք,
Ասում է կհասցնի բան ցույց տամ, լրագրողին ասում է։ Как вы думаете, если здесь вот просто сказать два слова, мне за это сейчас арестуют или нет? Вас уже задерживают. Ասում է կհասցնեմ այս բանը ցույց տամ։ Ինձ կձերբակալեն, ասում է քեզ արդեն ձերբակալում են։ Ընդհանրապես հանեց ավլիշկեն, գրած է երկու խոսք ու արդեն տանում են։ Դա С ума сойти. С ума сойти. Вы это видели, нет? Вы снимаете только оппозиционеров, да? Այս լրագրողը հարցրեց այս կնոջը, ասեց, տեսակ ինչ եղավ։ Ասում ես դուք միայն օպոզիցիայի ներկայացուցիչներն եք նկարում, ասում է, չէ, ես բոլորին եմ նկարում։ Ուրեմն այս աղջիկը պետքա ասի, որ ինքը համաձայն չի օպոզիցիայի հետ եւ ինքը լրիվ ինքը ընդունում է Պուտինի արածները։ Տեսեք իրենք ինչ անում։ Всех снимаем. Всех снимаем. Ну, а вот у кого есть другое мнение, вы тоже их снимаете? Конечно, всех снимаем. Ну, а тех, кто, например, не выходит на митинги, и кто считает, что военная операция, которую развернула наша страна, таких снимаете? Все мнения показали. Вот я тоже хочу высказать это свое мнение. Скажите. Меня устраивает то, что... Устраивает. Это шок-контент. Человек пришел сказать, что ее устраивает. Как вы Մարդն ասում է իրան լրիվ զերա տալիս, այն ինչ որ կատարվում է իրան էլ տալում։ Հա, սենց է հետաքրքիր է կյանքը։ Եթե նույնիսկ համաձայն ես բռնության հետ, դա չի նշանակում, որ դու նույն բռնության զոհը չես դառնալու։ Ինչ է։ Սա է Ռուսաստանը։ Տեսեք, ես իրականում ոչ ես կնոջն եմ դեմ, այն որ ինքը համաձայն է Պուտինին, ոչ ես մարդուն եմ դեմ։ Ես դեմ եմ նա ինչ որ կատարվում է, որովհետև այն ինչ որ կատարվում է Ռուսաստանում, դա կատարվում է նաև Հայաստանում։ Ես դեմ ասում եմ, այս մեր այդ համակարգի հետ սովետական համակարգի զոհը, այնպես ինչպես ռուսական ժողովուրդն է, նույնիսկ հայ ժողովուրդն է։ Մեկ ինչ ռուսներին ատելու մեջ եք մեղադրում, isso ծիծաղելի է, էլի։ Դեպի այդ մեղաձողները այդքան ռուսական գրականության, երաժշտության, արվեստին, պատմությանը ծանոթ չեմ, ինչքան ասենք ես։ Ու երբ այդքան չեն գնահատում լավ կողմերը ձեռբերում են, ինչքան ես, բայց դա քարակուսի մեջն է, եթե ասում ես Պուտինը սխալ է, դու ռուսներին ատում ես, հա, Պուտինը սխալ չի, Պուտինը ռազմական հանցագործ է։ Ինչպես Նետանյահուն, ինչպես Ալիևը, ինչպես Փաշինյան Նիկոլը, ինչպես Թրամփը, դրանք ռազմական հանցագործներ են։ Իսկ սա լսենք շատ բան կասկանում։ Հասկանում եք մարդկանց ինչ իրավիճակի են բերել։ Քարոզությունը ինչի է բերում։ Այս նույն բանը, որ եթե խախոլի երեխա նույնպես պետք է մահանա, սպանել է պետք է, ոչնչացնել է պետք։ Այս քարոզությունը նույն թուրքական քարոզությունն է։ Նույն ադրբեջանական քարոզությունն է։ Ու ոչ մեկ ինձ չի կարող համոզել, որ եթե այդ քարոզությունը եղել է ուկրաինացիների նկատմամբ, դա չէր կարող լինել հայերի նկատմամբ։ Հələ հայերի նկատմամբ հավանականությունը ավելի մեծ է, որտեղ ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են։ Մենք ենք օտար։ Այսինքն եթե սա հնարավոր է մի ազգի նկատմամբ, ես պիտի չսպասեմ, որ երբ է լինելու այս նույնը իմ նկատմամբ, որ ես վերաբերմունք ունենամ։ Հիմա պատկերացրեք այդ քարոզությունը
ինչ է արել այս մարդկանց ընտանիքների եւ հազարավոր այսպիսի ընտանիքների հետ։ Նույն քաջությունը Ադրբեջանում է։ Ու այն մարդիկ, որոնք մտածում են ադրբեջանցիները, որոնք եկան այս հոտ բանով մեծացած քարոշտությունով, որ հայը պետք է ինքն էլ սպանվի իր երեխաներ, որ գալու են իրար հետ հաշտ ու համերաշխ հարևան ձեռին բռնած ապրեն, ես այդ կարգի ապուշ ուղղակի չեմ կարող պատկերացնել էլի ասում արա, բա մարդ իր դրան դեմն էլ արա մորթվի, այսքան մորթվելուց հետո դաս չստանա, դաս չքարի, ուրեմն երևի իր իսկականից մորթվելու ժամանակն եկել է ու տեղին է իրան էլի։ Օրբանի չընտրվելուց հետո գրավեց իր տեղը Մադյարը, հրամայել է վերջակալ Օրբան։ Այո։ Եվ հրամայել է օրենքները համապատասխանել եվրոպական օրենքներին եւ դատախազությունը ներգրավել եվրոպական դատախազության կարգու կանոնների եւ պահանջների շրջանակներում։ Այս սա է հեղափոխությունը, այն որ պետք է լիներ 18 թվականին մեր մոտ։ Այս սա է հեղափոխությունը։ Մնացածը ինքնախապեյություն է, ես նան ասում կապիկություն։ Եվ ով սա նորմալ է ընդունում, նշանակում է նորմալ է ընդունում նաև որ իրեն կարելի է խաբել։ Նշանակում մի կապիկ էլ ինքն է, ինչ ասես։ Նաև մյուս հեղափոխականը Զորան Մամդանի Նյու Յորքի քաղաքապետը, որը ոչ միայն շնորհավորեց, այսինքն ոչ միայն շնորհավորեց սխալ բառ կներեք, նշեց 111-րդ ամերիկացի ցեղասպանության, հայերիս, դատապարտեց նաև 20 թվականի պատերազմը, 23 թվականի էթնիկ զտումները, իսկ հիմա, եք չեմ ասում, դրանից հետո հայտարարեց, որ Նետանյահուն էլ ռազմական հանցագործա պետք է ձերբակալվի, հիմա արմելի առաջ է գնում։ Նյու Յորքը, որ աշխարհի ամենահրեական քաղաքն է, հանել է տվել Նյու Յորքի քաղաքապետանի կայքերից բոլոր տեսակի բաները, որոնք վերաբերվում են գովազդին Իսրայելի։ Իսրայելի վերաբերյալ գովազդային բոլոր բաները հանել է տվել։ Դասում ինչ գործ ունի Նյու Յորքի քաղաքապետանի վեբ կայքում Իսրայելի գովազդը։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի հանցագործն է, որ էլի սպառնում է, որ հեսամեր հրթիռները, գերձայնային հրթիռները գալու են հասնեն ձեզ, որովհետև դուք խախտում եք իրանցիներին ասում, միջազգային օրենքը, դուք չեք թողում նավերը շարժվեն, մենք վերացնելու ենք ձեզ։ Որի պատասխան Արաքչին ասում է, Ամերիկան եւ Իսրայելը պայթեցրել են 600 դպրոց, 600 դպրոց, հազարից ավել երեխա են սպանել։ Հիմա դուք լեգալ եք, դուք օրենքի շրջանակներում եք գործը։ Իհարկե ոչ։ Այլ բառերով ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զորքերը իրականացել են ռազմական հանցագործություն։ Եթե Իսրայելում կարող է սա պատասխան չտան, բայց վստահ եղեք, դատվելու է այս հարբեցողը իր հրամանները կատարած հրամանատարների հետ միասին։ Դու իրենք շատ լավ հասկանում են, որ իրանք իրականացել են ռազմական հանցագործություն։ Իսկ հեքստեգը բռնվել ասատի վրա, բռնվել ուղղակի։ Հենց սենատի լսումների ժամանակ իր իմպիչմենտը օրերի հարց է։ Իմպիչմենտից հետո իրեն դատարանն է սպասում։ Ամերիկացի ժողովրդին խաբելու, ստելու, ցուսմունք տալու, հարկատուների փողերը մսխելու, հանցագործ հրամաններ տալու։ Հաջորդը Թրամփն է լինել։ Սա հայտնի Անջելինա Ջոլին է։ Ինքն էլ է միացել հակաիսրայելական այս շքերթին, սենց ասեմ, որտեղ շատ բարձր մակարդակի դերասաններ են մասին հայտարարում եւ գրել է իր սոցիալական կյանքում, կայքում, որ Իսրայելը իրականացնում է ցեղասպանություն Գազայի տարածքում։ Ու վերջ։ Իմիջիալոց ովքեր
շատ հետևորդներ ունեն Facebook-ում, Instagram-ում, ես դες պետք է տեղեկացնեմ, որ եթե դուք տեսնեք, որ հետևորդներ եք կորցնում, մի անհանգստացեք, որովհետև Instagram-ը, մասնավորապես Instagram-ը նոր ծրագիր է բաց թողել, որտեղ հեռացնում է բոտերին, ֆեյքերին, երկարաժամանակ չօգտագործված account-ներին, այդ հաշիվներին, եւ մարդիկ տեսնում են, որ փաստորեն իրենց աջակիցներն են պակասում, ասում են, որ ուղղակի fake են եղել։ Այդ հիմա fake account-ները փակում է Instagram-ը, այդպես բան տեսեք, չզարմանաք։ Հիմա այն մասին, թե ինչու պետք է գնա բանտ հեքստերի։ Is going to jail. He just lied to Congress and to Elizabeth Warren, no less. She doesn't ask questions she doesn't know the answers to, and she doesn't ask questions that she doesn't have receipts for. Watch this. I'm also concerned about recent reporting on your own financial dealings with regard to profiting from the war in Iran. The Financial Times reported that your broker tried to buy hundreds of shares in a BlackRock fund invested in defense companies just before the war began. The law clearly prohibits the secretary. That entire story is false, has been from the beginning, and was made up out of whole cloth. Now, it may be too late to get to the orange turd when this is all over, but Hegseth, he's getting an orange jumpsuit because he lied and he kept lying to Senator Elizabeth Warren. He is such a moron. Is your broker getting your personal sign-off on any investment in individual stocks? Bigger, fatter, negative. He's not. Խոսքով այս ամենի ինչի մասին է, որ ուղի պատերազմը սկսելուց առաջ ինքը հարյուրավոր բաներ է ինվեստմենտներ արել Իրանունից BlackRock կամպանիայի մեջ, որը զբաղվում է զենքի արտադրությամբ եւ առևտրով։ Ուղի հարցնում են, որ սա անցագործություն է։ Դու տես բաները դες ասում ես չէ, սկզբից ասել ես չէ, հետո Financial Times-ը պարզել է, որ իրոք Իրանունից ակցիաներ են գնվել ուղիղ 1-2 օր առաջ պատերազմը սկսելուց։ Հիմա ասում է չէ, դες բան չի եղել, բայց կա էդի բանը, բաց ինֆորմացիա է։ Financial Times-ը, այսինքն անես բան չի, որ գնես այդ ակցիաները, չերևա, ցանկացած ակցիայի գնորդի, ակցիայի հետևում կա մարդ, ով է բաժնետերը։ Բաժնետերը բան ունի, չէ, հասցեր ունի, հեռախոս համար ունի, բանկային հաշիվներ կան։ Ով է այդ փողը ստանում, եկամուտը ով է ստանում։ Եկամուտը չի կարող գնա օդ։ Որտեւ այդ գնացած եկամուտը հետո պետք է հարկվի։ Այնպես որ դա բացահայտելը մեծ դժվար բան չի։ Բայց ստել է սենատում նաև պատերազմի վրա փող աշխատելու մասին։ Սա դատապարտվել է, սա հանցագործություն է ուղղակի։ Ուզում սար նայեք, հետաքրքիր տեսանյութ։ Настоящие фамилии русских революционеров. Лев Троцкий, один из организаторов Октябрьской революции и создатель Красной армии. Настоящее имя Лейба Бронштейн. Яков Свердлов, председатель Всероссийского ЦИК. Это должность формального главы Советской России. При рождении в метрической книге синагоги он был записан как Яков Аарон Светлов, однако через 8 лет фамилию исправили на Свердлов. Вероятно, это было прозвищем отца, мастера-гравера от слова «свердло» — «сверлить». Какова была настоящая фамилия отца, доподлинно неизвестно. Лев Каменев. Еще один председатель Всероссийского ЦИК, а затем глава Москвы. Настоящее имя – Лев Розенфельд. Григорий Зиновьев. Вместе с Лениным скрывался в разливе. Глава Петрограда-Ленинграда. Настоящее имя – Овсей Гершин Радомысльский. Григорий Сокольников. Нарком финансов. Настоящее имя – Гирш Бриллиант. Максим Литвинов. Нарком иностранных дел. Настоящее имя – Мейер Генох Валлах. Глава советского правительства Владимир Ленин. Настоящая фамилия – Ульянов. Настоящие фамилии русских революционеров. Սա նրանց համար ովքեր ուզում են իրոք իմանալ ինչ է կատարվել 17 թվականին եւ ինչու է կատարվել այդ հեղափոխությունը հենց Ռուսաստանում։ 14 թվականին պատերազմի սկսելու ժամանակ, սկսելու առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց, Ռուսաստանը երբեք հարուստ չի եղել։ Երբեք։ Այսինքն փող չունես, միշտ հազիվ ապրելու վիճակում է եղել ժողովուրդը։ Որտեղ արտադրություն չուներ, ինչ պետք է արտադրեր։ Նա ամբողջ կյանքը Ռուսաստանը զինվոր վաճառելով Անգլիային
եւ փայտ վաճառելով Անգլիային, ինչ որ եկամուտներ է ստացել։ Բայց պատերազմը մեծ փողեր էր պակասում եւ ցարը հանդիպում է JP Morgan-ի 14 թվականին։ Եվ խնդրում է, որ ֆինանսավորի պատերազմի մեջ ամատնում։ JP Morgan-ը ասում է խնդիր չկա։ Պետք է ազատություններ տաս հրեաներին կողմ, Ռուսաստանը Եվրոպայում երևի ամենա այդ առումով փակ տարածքն էր, որտեղ հրեաները ոչ մի ազատություններ չունեին։ Ցարը հրաժարվում է եւ փակում է թեման։ Դրանից հետո կանչվում է Տրոցկին եւ սկսում է գրվել են ծրագիրը, որ պետք է հրեաները իրականացնեին Ռուսաստանում։ Դա ենթադրում էր սլավոնական մասայի կոտորն ծրագիր։ Կարմիր տերոր հետո դա կոչվեր։ Սլավոնական մասնավորապես եւ հոգեվորների, հոգեվորականների քրիստոնեությունը պետք է վերացվեր ի սկզբանե, այնտեղ պետք է հիմնահատակ վերացվեր։ Ու դա արեցին բավականին մեծ մասշտաբների վրա։ Հոավեց այս մարդկանց ցերկը, որոնք անազգանուններն են փոխել։ Ինձ հետաքրքիր է այսօրվա կառավարության Նիկոլի շրջապատի, որ տակը քանդենք, քանի հայ կգտնենք։ Եվ ինչի մենակ Նիկոլ Փաշինյանի վերջի 30 տարվա մեջ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած իսկ քանդենք տակերել, քանի հայ կգտնենք այնտեղ։ Նենց է հետաքրքիր ինձ։ Ես պետք է ասեմ, որ 1800-ական սկզբանից հայ եկեղեցին, չգիտես ինչի, որոշում է կարգ սահմանի, որ ցանկացած ազգ կարող է հայանալ, ինչ որ պայմաններով, շատ թեթևացված կարգով հայան ազգանուն ունենք եւ վերջ դու հայ ես։ Եվ հազարավոր հրեաներ այդ ժամանակ տարբեր առիթներով, տարբեր պատճառներով գրանցում ու հայանում են, բայց երբեք չմոռանալով իրանք ով են։ Դրանցից մեկն է նաև Սիմեոն Վրացյանը, Գրուզինսկի։ Լսեք մի հատ կեդմիին։ Азербайджана в истории не было никогда. Создал Азербайджан Советский Союз. Только в Советском Союзе была Азербайджанская республика. Грузия была, Армения была, Азербайджана никогда не было. Как единого государства. А народ был под разными названиями. И сейчас большая часть азербайджанского народа живет в Иране, не в Азербайджане. Просто заткнись и не лезь на территорию Азербайджана, в историю Азербайджана. Я тебе на пальцах объяснил историю в течение 2000 лет. Ты Яков Кедми. Возьми сковородкой, бей по своему черепу, может, заработай, как старый советский телевизор. Займитесь, да, пожалуйста, своей жизнью, да. Господин, вот, не ваша, да, эта история, это не ваша. Займитесь другим, позвоните Соловьеву, вернитесь там, начинайте свои дебаты, вы лучше, вы клёв. Вперед! Вот это ваше. Кемран, а ведь этот старый еврей говорит правду. Тебе невыгодно слышать правду. Азербайджана не было. Это կապից ինչի չեն միջև հակադարձել կեդմին, անհանգստացած եմ, ինչ որ չեմ տեսնում Նիկոլի լայվերը այդ ուղղությամբ։ Ասեք, ցույց տվեք այս տեսանյութը դու պատասխանի։ Ասես ինչ ես ասում, թողեք մենք գնանք խաղաղության, այո։ Ցանայեք։ Մենակ անցած չորեքշաբթի 3000 ձիթենու ծառ են տապալել բուլդոզերներով Գազայում։ Հրեաներ քանդում են բոլոր այգիները, որոնք պատկանել են այն մարդկանց, որոնց վտարել են։ Ես այս ծառերի սպանդը որ տեսա, հիշեցի Երևանում կատարվող, Հայաստանում արդեն կատարվող սպանդը, Երևանում արդեն Մարտունիում։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ինչի եք այս ծառերը ջարդում, ինչ եք ավիրում։ Այս նույն ձեռագիրը եւ Իսրայելում է, եւ Երևանում է։ Սա ցեղասպանություն է։ Ինչքան դու պետք է ատես մարդուն, որ նա ծնկած ծառը նույնիսկ ձիթենիները վերստես ավիրես։ Աշխարհում մեկ ու տեղ կատարվում սա։ Մի հատ Իսրայելում, մեկ էլ Երևանում։ Հեսա նայեք։ Սա Իսրայելի սալդատն է Լիբանանում ավիրած եկեղեցու բակում գտել այս փոքրիկ սուրբին արձանը եւ սիգարետա դնում բերանես արձան։
Սերժ բան քրիստոնեության նկատմամբ իրականացել է մեկ թուրքերը։ Մեկ էլ հաստակում Հայաստանում էլի կանք Հայաստան։ Հաստակում Հայաստան եկեղեցու վրա։ Բայց լսենք այս ընկերոջը, որը իդեալական նկարագրում է Փաշինյանն իբրև։ Իդեալական, ավելի լավ հնարավոր չի մտածել։ Արդ եթե իր խոսքին արժեք չունի, ընդ համար նշանակություն չունի, նա բերանա թե եթե։ Հիմա եթե ինձ դուս եկած խոսքին արժեք չունի, ինձ համար նշանակություն չունի, նա ստեղից չխոսում, ներից է խոսում։ Սկսավ Նիկոլ Փաշինյանով ես, հա, քո բերանը ինչի է նման։ Շունշանգյալը էդի ինքնա որ էդի ինչ ասում է վերևն աստված կա առաջի շունշանգյալը էդի ինքնա որ պրովոկատոր է ինքը ուրիշ ոչ մի բան պրովոկատոր գիտես ինչա այդ ամենավատ բանը որ մարդկանց հանում լցում իրար դեմ մե մոմենտ է սարքել էր Ղարաբաղցի հայաստանցի կամ եսի ինչ արա մեր ազգն է հայ արա իմ հայն է բայց մարդը հելելա տանում մեզի թուրքի բերան Հա, եղբայր է, դի մեր հայն է, դի մեր համար է, իր համար է հայ։ Իր համար դա վտանգ է պոտենցիալ, որտեղ ցանկացած հայ է իր համար պոտենցիալ վտանգ, ցանկացած։ Ոչ մի բան աստվածա չհանդիպել։ Ես երբ որ այդ նոյեմբերի 9-ի պայմանագիրեր ինչ էր կնքեցին, ես Ռուսաստանում էի, գիշերը ինձ տղաները զանգեցին, դե այս ծևի բան։ Ես դեռ կոմենտարիաների մեջ նամուս ունենա ինքը իրան կխփի, всё։ Այդ ծևի մարդ, այդ ծևի պարտություն, այդ ծևի բանից հետո իրեն հարգող ղեկավարը ինքնասման կներ и վերջանը։ Хотя знаете, как армяне, проживающие в Армении, относятся к своему премьер-министру Миколе Пашиняну? Вот посмотрите, один какой-то блогер, даже не представляю и не понимаю, откуда он, но вроде бы как не из России, приехал в Ереван и на улице города спрашивает, как вы относитесь к Миколе Пашиняну? Пашинян красавчик. Вот на улице армяне вообще не стесняются в выражениях. Скажите, пожалуйста, Пашинян красавчик? Что вы думаете? Դերոսների համար բանա չեմ քիչ իրենք չեն կարա Պուտինի մասի տես խոսան փողոցում դու կանում ես ես արդեն тանում են հա ես փողոցում արդեն տալի քրֆում գնում են Я Пашиняне. Все он человек, конечно, он человек. Он предатель народа. Понимаешь, такого не было и нигде нету. Говорят, что Армения там на европейский рейс. Нам Европа не надо, нам пидорки не нужны. Եթե ընտրությունների մասն եք հարցնելու, ես իրան չեմ ընտրելու։ Ով ամի, Նիկոլին չեմ ընտրելու։ Որովհետև որոշ հարցերում իմ պատկերացումները չեն համընկնում նրա պատկերացումների հետ։ Կոնկրետ որ հարցում։ Միակ հարցը, որի հետ համընկնում են, այդ որ երեկոյից հետո գալիս է գիշեր, գիշերից հետո առավոտ, մնացածը չի համընկնում։ Շունը շանգալ, մի շունը շանգալ էլ ինքնա։ Շուն ինքնա իր ընտանիքով։ Իրա հերը 100 անգամ ասեց՝ մի ընտրեք, ինքը լավ բան չի բերելու։ Ու խեղճ մեր ժողովուրդը հավատում էր, ինչ անի, այդ խելագարին։ Շունը շանգալ։ Սա գիտեք ինչա։ Սա Սինգապուրում հայկական եկեղեցին է, որը կառուցվել է 1835 թվականին։ Սարգսյան եղբայրների կողմից։ Հե Սինգապուր, եւ ասում եմ Հայաստանի Սևանի կեսի չափ տեղա, դե հայկական եկեղեցի կա։ Որտեղ 5 միլիոն մարդ ապրում է, հայկական եկեղեցուն ձեռք չեն տվել։ Ինչի՞։ Որտեղ հսկայական է հայի ներդրումը Սինգապուրի տնտեսության, բանկային համակարգի, պատմության մեջ։ Եվ ընդհանրապես, եթե մենք ունենանք մի օր, մի պատմաբան, որը կգդի մեզ կներկայացնի հայերի ներդրումն Հնդկաստան, Չինաստան, այս կապի, առևտրային կապի, Հայաստան, հետո նաև Ռուսաստան, այս ամեն ինչի մեջ, մենք կզարմանանք այն հանգամանքների բացահայտումով, այն որ մենք ունենք, մենք ենք թողել այդ երկրներում։ Քանի ոքի գիտի, որ չինարեն աստվածաշունչը չինարեն թարգմանել է հայ։ Ի զարմացեք, այ
Հայ, արևմտական հայ։ Ընդ որում Հայաստանից է չի, ինքն էլ բան է Հնդկաստանից է եղել։ Հա ուղղակի բիզնեսը տեղափոխել են Չինաստան եւ այդ երեխեն բացել է անգլերեն եւ չինարեն է սովորել ընթացքում։ Իսկ երբ որ քրիստոնյա միսիոներները հասել են Թայվան, Չինաստան, Կորեա այդ ընթացքում միսիոներները այդպես գնում էին Ճապոնիա միջև եւ չունեին աստվածաշունչ տեղական լեզվով։ Այնպես որ Բիբլիան չինարեն թարգմանել է կրկին հայ։ Մենք այնքան քիչ բան գիտենք մեր մասին, այնքան։ Այս դաման եմ վստահաբար ասում, մեր մեջ հենց արտնացավ ինքնաճանաչման սերմերը մեզ կանգնեցնել չի լինելու։ Չի լինելու, ինքը որովհետեւ օրեկան ինքը սենց աճելու է, մեջից աճելու է, մեջից աճելու է, մեջից սենց աճելու է, մեկ էլ տեսնենք մեր թևերն ու հզորությունը եսին ուր է հասել։ Ռուսները առաջ անգամ որ մտան Չինաստան մանջուրայից, մանավանդ սովետական ժամանակ։ Ինչ է կարծում, հույսը ընդեղով ովքեր էին Չինաստանում։ Այն հայկական համայնքները, որտեղ արդեն դեռ կար։ Մենք եկեղեցիներ ունեինք այդտեղ։ Չինաստան, Ռուսաստան սահմանի վրա հայկական համայնքներ կային։ Ամբողջ բոլշևիկների հույսն ու հավատը հենց այդ հայերն էին, որ տարածքում էին։ Դրա համար էլ երբ որ NKVD-ն բաներ էր պատրաստում, ռազմավարներ էր պատրաստում, հայեր էին ընտրում, որոնք հայկական համայնքների միջոցով կարող են ինֆորմացիա հավաքել։ Մի խոսքով այնքան բան ունենք մենք sense հետևում տարված։ Մեկը լիներ չալարել, նստել այդ ամեն ինչը ձևակերպեր գրքի նման մեզ ներկայացնել։ Մենք էլ sense սիրով ոչ թե պատմածը լսեինք, ես էլ ձեր հետ միասին լսեինք ավելի մանրամասն, լսեինք, թե մենք ինչ ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքականության մեջ։ Լավ եւ վատ իմաստներով։ Ձեզ եմ ուզում ներկայացնեմ Արմեն Խաչատրյանին։ Այսօր ես պատմությունը կարդացի։ Ես ապշեցի նոյեմբերի 1-ի գիշերը Փաստորեն Արմենը առանց մեքենայի լույսերի, որովհետև թշնամու կրակի տակ է Շուշին, աղավնո ճանապարհը։ Մոտ 40 կիլոմետր։ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի պատմության թանգարան եւ ազգային պատկերասրահ։ Մեքենայի մեջ կար մոտ 160 գորգ, պատկերացնում եք ինչ ծանր կլիներ այդ մեքենան։ Կարպետ ու ասեղնագործություն, 30 հատ խեցեղեն, 50 գեղանկար։ Տարհաման ժամանակ նմուշների հաշվառում չի արվել եւ այդ ամենը Արմենը տեղ է հասել։ Նման սովորական եւ ճիշտ հայերով մենք եղել ենք կանք ու կմնանք։ Այո, այս ընկերն է։ Շնորհակալություն Ջուլիետա Դռնոյանին, թե չէ մենք այդ մասին բան չէինք իմանում։ Լավ կլիներ լրագրողներից մեկը հայտնի լրատվամիջոցներից գնալ գտնել Արմենին, նյութ պատրաստեր, վիդեո նյութ, տարածվել, որ պատմությունը իմանար այս մարդկանց մասին։ Որտե մենք այս կարգի մարդկանցով ենք, մարդ, ազգ։ Հենց այս կարգի մարդկանցով ու այս կարգի գործողություններով, այս կարգի զոհողություններով մենք եթե մեր մասին չգիտենք, մեր մասին չենք տեղեկանում, մեր ունեցածով չենք հպարտանում, ոգևորվում, ուզվում, ով պետք է անի։ Կամ ում է պետք է ստողո արած, եթե ոչ մեզ։ Շնորհակալություն Արմեն ջանին, Արմեն Խաչատրյանին։ Եթե մեկը ճանաչում է, փոխանցեք իրեն։ Իսկ լրագրողները այնքան շնորհակալ կլինեն, որ լուրջ դուց սարքեն այս ընկերոջ մասին։ Փաշինյանը պետք է հպարտանա, որ ԱԱԾ տնօրենի Այ թաղեն Փաշինյանի սակի տխրում։ Այս լավատեսական եւ լուսավոր նոտայի վրա էլ այսօր ուզում եմ ավարտել։ Եվ ձեզ հիշեցնեմ, որ այսօր շաբաթ օրը Երևանի ժամանակով ժամը 6-ին ես ավանդական հյուրերի հարցու պատասխանը տեղափոխել եմ Կիրակի օրվան։ Շաբաթ օրը կպատասխանեմ ձեր հարցերին ես, Կիրակի օրը մենք որպես հյուր կունենանք Գուրգեն Սիմոնյանին։ Զբաղվածության պատճառով մենք օրերը փոխեցինք։ Այնպես որ կհանդիպենք մի քանի ժամից, գրեք ձեր հարցերը նախորդ կամ կարող եք այդ ընթացքում գրել։ Իսկ հիմա չմոռանաք անպայման տարածել, գրեք ձեր կարծիքը, հավանել եւ բաժանորդագրվել, եթե բաժանորդագրվեց չեք։ Եվ ամենակարևորը ձեր նվիրատվության շնորհիվ է, որ այս ալիքը կարողանում է շարունակել իր ասենց համեստ ներդրումը մեր պետականության շրջանակներում։
պետականության մեջ։ Ես մենակ առանց այս հսկայական թիմի ես չէի կարող այս նայեք հլը հլես կեսը ջնջեցի ընթացքում որ տեղ բացվեր։ Օրվա ընթացքով ես կարծում եմ մոտավորապես 100-150 հոդված։ Այս ամեն ինչ ուղարկում են ինձ։ Հետո ես ֆիլտրում եմ, հետո ես դասավորում եմ, որ ես կարողանամ ամբողջական ձեզ ներկայացնել աշխարհում ինչ է կատարվել եւ Հայաստանում։ Այնպես որ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր օգնում են ալիքին եւ նրանց, ովքեր պատրաստում են օգնել ալիքին։ Այսքան լավ մնացեք։